Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվայրադարձությունները նախամարում։ ԱՄՆ փոխնախագահի այցը Երևան պաշտոնական ձևակերպումներից զատ դարձավ կոնկրետ ծրագրերով, ստորագրված փաստաթղթերով եւ հստակ ուղերձներով հագեցած քաղաքական իրադարձություն։ Այն ազդարարեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության որակապես նոր փուլ։ ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ավարտվել է, նա Երևանից մեկնել է Բաքու։ Զվարթնոց օդանավակայանում Վենսը պատասխանել է նաև լրագրողների հարցերի։ Ազգային ժողովի նախագահը ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան պատմական է համարել։ Նրա խոսքով այս այցով մեր երկրի համար բազմաթիվ հնարավորություններով ժամանակաշրջան է սկսվել։ Նույն կարծիքին է նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանը։ Բարևարկության ուսումնասիրության կառուցակարգերից մինչև անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորման գործում մեխանիզմներ։ Ազգային ժողովը սկսել է հերթական քարոզիա նիստերի աշխատանքը։ Այսօր տեղի է ունեցել Երևանի ավականու հերթական նիստը, որի օրակարգում միայն մեկ հարց էր՝ Երևանի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի գործողությունների ծրագրի հաստատումը։ Նիստի ընթացքում ներկայացվել են այդ ծրագրի շրջանակում իրականացված եւ նախատեսվող միջոցառումները։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել տարեկան մամուլի ասուլիսով, ամփոփելով 25 թվականի ընթացքում գերատեսչության իրականացրած աշխատանքներն ու դրանց արդյունքները, նաև 26-ի ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Երևան պաշտոնական ձևակերպումներից զատ դարձավ կոնկրետ ծրագրերով, ստորագրված փաստաթղթերով եւ հստակ ուղերձներով հագեցած քաղաքական իրադարձություն։ Այն ազդարարեց Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության որակապես նոր փուլ, որի առանցքում խաղաղությունն ու բարգավաճումն են։ Փետրվարի 9-ին Երևանը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, կնոջ Ուշա Վենսի եւ երեխաների հետ։ Զվարթնոց միջազգային օդանավականում նրան դիմավորեցին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԿՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու այլ պաշտոնյաներ։ Հատկանշական է, որ օդանավականում փռված հայկական գորգը դարձավ այցի առաջին խորհրդանշական դրվագներից մեկը, արժանանալով անգամ The Guardian-ի թղթակցի հիացմունքին, որն այն անվանեց մանահրաշ գեղեցկություն։ Քաղաքական մեծ կշիռ ունեցող այս այցի առանցքային հատվածը մեկնարկեց Հայաստանի նախագահի նստավայրում, որտեղ Վենսին դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետև տեղի ունեցավ Փաշինյան եւ Վենս առանձնազրույցը, որին հաջորդեցին ընդլայնված կազմով բանակցություններն ու միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների կառավարությունների միջև գործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրումը։ Համատեղ հայտարարությունների ժամանակ արդեն Փաշինյանը շեշտեց, որ Վենսը Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն է եւ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը երբևէ այցելում է Հայաստան, ինչն արտահայտում է հայ-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած խորքային փոփոխությունները։ Նշվեց, որ հանդիպումների առանցքում խաղաղություններ կողմերը վերահաստատեցին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակված խաղաղության ձեռքբերումների անշրջելիությունը։ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ խաղաղությունը կարող է համարվել լիովին հաստատված։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման եւ Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաեւ օրեր առաջ Աբու Դաբիում եւ Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերի։ Այս առիթով վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունը աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության եւ խաղաղարար առաքելությանը, այդ թվում խաղաղության խորհրդի գործունեությանը։ Փաշինյանը կարևորեց նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարների շուրջ տեղի ունեցած քննարկումները, որպես Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարևորագույն գրավականներ։ Կարծում եմ, այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսն էլ հայտարարեց Հայաստանի քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում մինչև 9 միլիարդ դոլարի ներդրման հնարավորության մասին, սա գնահատելով որպես էներգետիկ անվտանգության և նորարարության նորեջ։ Մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային գործակցության առաջին, երկրորդ, երրորդ համաձայնագրի շուրջ բանակցությունները, երբ այն ամբողջությամբ հաստատվի, ճանապարհ կհարթի ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար, կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Արդյունքում այս երկիր կգան փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաներ։ Սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում։ Պաշտպանական ոլորտում եւս արձանագրվեց կոնկրետ առաջընթաց։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգներից ձեռք է բերել վիպետ տեսակի անօդաչու թռչող սարքեր Միացյալ Նահանգների արտաքին ռազմական վաճառքի ծրագրի շրջանակում։ Վենսը նշեց, որ խոսքը մոտ 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների մասին է, որոնք նրա խոսքով խաղաղության պահպանման լավագույն երաշխիքներից են։ Կողմերը կարևորեցին նաև արծիվ գործընկեր զորավարժությունների դերը։ Տնտեսական օրակարգը նույնքան հավակնոտ էր։ Վենսը հայտարարեց, որ Հայաստանը կանգնած է մի կետում, որտեղ կարող է դառնալ տարածաշրջանային տնտեսական զարգացման լուրջ հենակետ։ Նա ընդգծեց TRIP նախագծի ռազմավարական նշանակությունը, այն բնութագրելով որպես արևմուտքից արևելք հաղորդակցությունների, առևտրի եւ էներգետիկ հոսքերի արմատական վերափոխում։ TRIP-ը բացելու է առևտրի, տարանցման եւ էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ այս տարածաշրջանում։ Այն աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի եւ նրա հարևանների համար։ TRIP հիմնադրամը մեծ մասնավոր կապիտալ կներդնի երկաթուղիների, խողովակաշարերի կառուցման գործում եւ այնպիսի փոխկապակցվածության կառուցման համար, որը իրական բարգավաճում կապահովի տարածաշրջանի համար եւ թույլ կտա կարճած մնալ խաղաղության համաձայնագրից։ Միացյալ Նահանգների փոխնախագահը խոսեց նաեւ Nvidia-ի եւ Firebird ընկերությունների ծրագրերի մասին, նշելով, որ Հայաստանում կհիմնվի չիպերի կիսահաղորդիչների արտադրություն, կկառուցվեն արհեստական բանականության այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք աշխարհի բազմաթիվ երկրներում պարզապես գոյություն ունենալ չեն կարող։ Դա նշանակում է նոր շուկաներ ամերիկացի աշխատողների եւ ամերիկյան բիզնեսի համար, բայց նաեւ նշանակում է առավել բարգավաճում Հայաստանի ժողովրդի համար։ Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում։ Դրանք այժմ մշակվելու են տվյալների սկանավորում, որոնք օգտագործում են այդ չիպերը։ Քաղաքական հարթակում եւս Վենսը հրապարակային աջակցություն հայտնեց վարչապետ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Եթե իմ աջակցությունը ունի որևէ նշանակություն, ապա նա անկասկած ունի այդ աջակցությունը, որովհետև նա այն մարդն է, որը կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել։ Փաշինյանն էլ հայտնեց, որ ընդունել է Թրամփի հրավերը փետրվարի 19-ին մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդի առաջնորդների առաջին նիստին։ Նա հույս հայտնեց, որ Թրամփը 2026-ին արժանիորեն կստանա խաղաղության Նոբելյան մրցանակը։ JD Vance-ը հանդիպումներ ունեցավ նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որը եւս կարևորեց այցը որպես Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն։ Ի դեպ, նախագահական նստավայրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիները Միացյալ Նահանգների փոխնախագահին փոխանցեցին նամակուղերձ Բաքվում հայգերիների ազատ արձակման խնդրանքով։ Հատկանշական է նաև, որ Երևանի հեռուստաաշտարակը այցի օրը լուսավորվեց Միացյալ Նահանգների դրոշի գույներով, խորհրդանշելով երկու երկրների գործընկերության նոր փուլը։ Օրն ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի հյուրընկալությամբ JD Vance-ի եւ Ուշա Vance-ի պատվին։ Այսօր առավոտյան արդեն Միացյալ Նահանգների փոխնախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեց ու գրառում կատարեց հուշամատյանում։ Միացյալ Նահանգների փոխնախագահի պատմական այց կոնկրետ ծրագրերով հագեցած քննարկումներ, հավակնոտ հեռանկարներ։ Այսպես է բնութագրում Հայաստանի արտգործնախարարությունը Վենսի այցը, այն որակելով որպես ռազմավարական գործընկերության դինամիկ զարգացում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ Միացյալ Նահանգների գործընկերներին շնորհակալություն է հայտնել Հայաստան-Միացյալ Նահանգներ պաշտպանական գործակցության նոր փուլի մեկնարկի համար։ Միացյալ Նահանգների դեսպանատան գնահատմամբ էլ երկու երկրների գործակցության առումով Վենսի այցը հիրավի շրջադարձային պահ է։ Այսպիսով այցը, որը Երևանն ու Վաշինգտոնը միաձայն բնորոշեցին որպես պատմական ու շրջադարձային, նշանավորվեց բարձր մակարդակի հանդիպումներով, ստորագրված փաստաթղթերով եւ հստակ քաղաքական ուղերձներով խաղաղության, անվտանգության ու բարգավաճման մասին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարիդյանին, զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան եւ տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Լեբարեդյանը նշել է, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս առումով կողմերը կարևորել են Nvidia ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբականակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Նրանք անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացմանը, պետական կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարստական բանականության ներդրմանը վերաբերող հարցերի։ Լեբարեդյանը ներկայացել է նաև Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը։ Փաշինյանը ողջունել է գաղափարը եւ հայտնել կառավարության աջակցությունը այն կյանքի կոչելու գործում։ Իսկ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղված ընթացիկ եւ հնարավոր նոր նախաձեռնությունները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտներում գործակցության վերաբերյալ երկկողմ հուշագրերով ձևավորվել է լավ հիմք եւ արդեն իսկ առկա են գործակցության շոշափելի դրսեւորումներ։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Միրզոյանը եւ Հելբերգը անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների, մասնավորապես էներգետիկ, կարևորագույն հանածոների եւ հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման եւ մատակարարման շղթաների ապահովման, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ հեռանկարներին։ Միացյալ Նահանգների փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ավարտվել է, նա Երևանից մեկնել է Բաքու, Զվարթնոց օդանավակայանում Վենսին ճանապարհել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժան Անդրեասյանը եւ այլք։ Մինչեւ ինքնաթիռ բարձրանալը Վենսը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին։ Նա նախ շնորհակալություն է հայտնել Փաշինյանին եւ իհարկե ԱՄՆ նախագահին զարգացման այս հեռանկարի համար, որը բացվում է եւ Հայաստանի եւ ամերիկյան ժողովրդի համար։ Մենք շատ ողջավորված ենք այստեղից Ադրբեջան մեկնում։ ԱՄՆ-ն վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիևի հետ լավ հարաբերություններ ունի։ Փաշինյանն ասում էր, որ ինքը լավատես է խաղաղության պայմանագրի հարցում, հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք հիմա եւ որտեղ էինք մի քանի ամիս առաջ։ Մի շարք հարցեր կբարձրացվեն Բաքվում։ Կարծում եմ, որ հաջողությամբ կշարունակենք աշխատել հայերի ու ադրբեջանցիների հետ, նշել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ապա պատասխանելով հարցին արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին, հավելել. Բաքվում պահվող հայերի մասին անպայման խոսք կլինի։ Վենսի այցից հետո պաշտոնական Մոսկվան կրկին խոսել է թրիպ նախագծից։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը Իզվեստիային տված հարցազրույցում էլ նշել է, թե պատրաստ են Երևանի հետ քննարկել թրիպ նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը։ Թրամփի ուղու վերաբերյալ մեր դիրքորոշումը արդեն սահմանել ենք։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն, հավելել է դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2030 թվականը կառավարելու է ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը, երկիրը օգտագործում է ռուսական երկաթուղային գիծ, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս ամանապահներ։ Երևանը այս ամենը պետք է հաշվի առնի, չմոռանան նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նշել է փոխնախարարը։ Գալուզինը խոսել է նաև էներգետիկ գործակցությունից, ասելով, թե ատոմակայան կառուցելը կարևոր տեղ է զբաղեցնում Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում եւ պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներում։ Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը, բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները, ընդգծել է նա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան պատմական է համարել։ Նրա խոսքով այս այցով մեր երկրի համար բազմաթիվ հնարավորություններով ժամանակաշրջան է սկսվել։ Նույն կարծիքին է նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Խազարյանը, նա եւս այցը համարել է պատմական։ Շնորհավորում եմ բոլորիս։ Այսպես սկսեց իր ճեպազրույցը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խոսքը վերաբերում է նախորդին Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի գլխավորած պատվիրակության պատմական այցին ձեռք բերված համաձայնություններին, որոնք Հայաստանի համար նոր հնարավորությունների դուռ կբացեն։ Սիմոնյանի գնահատմամբ այցի արդյունքում Հայաստանի անվտանգության մակարդակը եւս մեկ աստիճանով բարձրացավ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացումը եւ այն օրակարգի, որը որ մենք ի կատար ենք կացում, այսինքն խաղաղության, որը որ մի տարվա, երկու տարվա չի, այլ տասնամյակների։ Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների եւ անհայտ կորածների խնդրին ազգային ժողովի նախագահը կրկին վստահեցրեց, որ այդ հարցը մշտապես քննարկվում է տարբեր հարթակներում, տարբեր հանդիպումների ընթացքում։ Նա կարծում է, որ ավելի լավ է քիչ խոսել, փոխարենը գործել։ Այս առումով նա կարևորեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Շատ դրական եմ գնահատում այն աշխատելավոճը, որը որ մենք երկստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ եւ կարծում եմ այս ճանապարհով, որ մենք շարունակենք առաջ ընթանալ,
մենք ոչ մեր երկու երկրները այլևս մոտ ապագայում որևիցե խնդիր չեն ունենա։ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձ կատարեց նաև իր Ռուսաստան այցին, այն որակելով դրական։ Վերջինս ընդգծեց, որ ինչպես Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի, այնպես էլ գործընկեր Մատվիենկոյի հետ խոսել եւ քննարկել են երկու կողմերին էլ անհանգստացնող բոլոր թեմաների մասին, այդ թվում ռուսական տարբեր այսպես կոչված խոսափողների կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքների եւ հիբրիդային հարձակումների մասին։ Ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ հենց քաղաքական գործիչների, հենց իմ այցի, մեր հանդիպման իմաստը դա էր, որ իրենք ասեն այն ինչ որ իրանց է անհանգստացնում, մենք ասենք այն ինչ որ մեզ է անհանգստացնում։ Թե Մատվիենկոյի եւ թե Լավրովի հետ կառուցողական քննարկումներ են եղել, պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք վերաբերում են ամենատարբեր ոլորտների։ Ինչ վերաբերում է Մոսկվայի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIP նախագծի Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը, ապա Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանի ճանապարհները միայն Թրամփի ուղով չեն սահմանափակվում։ Նա հակադարձելով ռուսական կողմի այն պնդմանը, թե առանց Ռուսաստանի մասնակցությամբ TRIP-ի իրագործումը դժվար եւ անհնար կլինի, նկատեց, որ այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում կարող ենք փաստել, որ 100-ամյակներով նույն Ռուսաստանը տարածաշրջանում ներկա է եղել եւ այնինչ հիմա տեղի է ունենում հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանակում, Ռուսաստանը կարող էր վաղուց իրագործել։ Կա այն իրողությունը, որ դուք նույնպես կարող եք ոչ թե TRIP-ի մասնակցության, որտեղ ես դա չեմ պատկերացնում, չեմ կարծում, որ իրանք կամ որևիցե մի կողմ պատկերացնում է, այլ ենթակառուցվածքներ կառուցելու, վերակառուցելու եւ շահագործելու մեջ ներգրաված լինեն եւ ես կարծում եմ, որ դա շատ լավ առաջարկ է, որ իրենք պետք է ու պարտավոր են արձագանքել եւ կարծում եմ կարձագանքեն, որովհետեւ համապատասխան այդ խոսակցությունը մեր համապատասխան գերատեսչությունների հետ ենթադրում եմ, որ արդեն պետք է սկսված լինի։ Ազգային ժողովի նախագահը խոսեց նաև ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցի հետ կապված ընդդիմության կողմից հնչող տարատեսակ շահարկումների մասին, բոլորին հորդորելով պատվիրակությունների այցերի եւ հայտարարությունների հետ կապված հետևել միայն պաշտոնական աղբյուրների տարածած հաղորդագրություններին։ JD Vance-ի այց Հայաստան խորհրդանշական էր ու պատմական նաև ըստ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխաս Ղազարյանի։ Նա նույնպես ընդգծեց, որ Vance-ի այցը ռազմաքաղաքական, տնտեսական եւ բազում այլ հնարավորություններ են ծրել, որոնք օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն են։ Այցը խորհրդանշական է հենց նրանով, որ այդ process-ները իրապես ընթացքի մեջ են եւ եթե մարդիկ կային, որ նույնիսկ կասկածում են, որ այդ process-ները կշարունակվեն, ներդրումներ կիրականացվեն եւ այդ կյանքի կկոչվեն, հիմա արդեն, այսպես ասած, ասելու բան չունեն։ Բարեվարկության ուսումնասիրության կառուցակարգերից մինչև անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորման գործում մեխանիզմներ։ Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը, օրակարգում կրկին ընդգրկվել են բազմաթիվ հարցեր։ Որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով։ Ազգային ժողովի հերթական նստաշրջանը կրկին սկսվեց լարված մթնոլորտում, նախորակարգում չընդգրկվեց Հայաստան խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը բացասական էր։ ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու հայտարարության նախագծին։ Փոխարենը խորհրդարանը հաստատեց Հայաստան խմբակցության ներկայացրած հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը։ Ապա առաջին ընթերցմամբ քննարկվեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթը։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով այս երկու փոփոխություններով կկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացման ուղղված իրավական դաշտ։ Առաջարկում ենք թույլ տալ աջակցող միջոցներ տրամադրելու դիմաց ֆինանսական փոխհատուցում տալ ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այսօր մեր կողմից իրականացվող աջակցող միջոցների տրամադրումը ըստ էության ֆինանսավորվում է կամ թույլատրվում է ֆինանսավորել այդ կազմակերպությունները միայն պետական բյուջեի միջոցների հաշվին, որը երբեմն խոչընդոտներ է ստեղծում այլ հնարավոր աղբյուրներից այդ ֆինանսավորումը իրականացնելու համար եւ երբ որ կազմակերպություններ են ի հայտ գալիս, որոնք ուզում են այդ ամեն ինչը իրականացնել, մենք օրենքով սահմանափակված ենք եւ այս դեպքում մենք ունենք նման իրավիճակ, խոսքը Զինապահ հիմնադրամի մասին է, ով ցանկություն է հայտնել ֆինանսավորել
պատերազմի մեր վիրավորների աջակցող միջոցների ֆինանսավորումը եւ հատկապես պրոթեզների մասին է խոսքը։ Մյուս նախագծով առաջարկվում է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման պատշաճ երաշխիքներ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի տեղեկացմամբ որոշակի հստակեցումներ են արվել, թե երբ կարող է մրցույթի մասնակիցը բողոքարկել մրցույթի արդյունքները։ Սահմանվում են բողոքարկման հստակ ժամկետներ։ Ըստ նրա, այս կարգավորման դեպքում բոլոր տեսակի խաղատների եկամուտներն ու խաղադրույքները հնարավոր կլինի մանրամասն ու դետալային վերահսկել։ Թվային ենթակառուցվածք ենք ստեղծում, որտեղ ամեն խաղադրույք իրական ժամանակում կգրանցվի եւ պետական եկամուտների կոմիտեն կունենա համապատասխան տեղեկատվություն։ Պետնախագահի տեղակալը հավելեց, որ այս կարգավորմամբ փորձում են բարելավել բոլոր մեխանիզմները։ Մեկ այլ նախաձեռնությամբ էլ ամրագրվում է որակավորված անձանց գնահատողների աստիճանակարգություն։ Նախագծերի ընդունումը նպատակ ունի հստակեցնելու ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակը, սահմանել նրանց պատասխանատվության չափորոշիչները։ Խորհրդարանականները քննարկեցին նաև ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը։ Քանի որ արդեն գործում է էլեկտրոնային առողջապահական համակարգը, Արմեդ համակարգը, փոփոխությունը առաջարկում ենք կազմակերպել այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր անգամ, երբ անձը կգրանցվի նմանատիպ հաստատություններում, հաշվառված կլինի նմանատիպ հաստատություններում եւ այդ տեղեկատվությունը կհայտնվի ուրեմն Արմեդ համակարգում, ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում ինքնաշխատ կերպով այդ տեղեկատվությունը կհայտնվի եւ մարդու վարելու իրավունքը կդադարի։ Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումն էլ կիրականացվի էկոնոմիկայի նախարարության կողմից։ Օրենքների նախագծերի փաթեթով կհաստատվեն միատեսակ թափանցիկ ու թվայնացված գործընթացներ, որոնք կբարձրացնեն վարչարարական եւ տնտեսական արդյունավետությունը, կպահպանեն միջազգային ստանդարտներին համապատասխանությունը եւ կնպաստեն Հայաստանի արտահանման եւ ներմուծման ոլորտի կայուն զարգացմանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ խորհրդարան էր բերել մշակութային արժեքների պահպանման, դրանց հայտնաբերման եւ Հայաստան վերադարձնելուն միտված մեկ այլ նախագիծ։ Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով էլ կսահմանվեն անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորման գործուն մեխանիզմներ։ Նախագծի իմաստով անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, ընտանիքի անդամի պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստր։ Օրենքում ամրագրվել է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվության։ Սա ենթադրում է, որ որոնողական աշխատանքները, որոնց ժամկետը կարող է երկարաձգվել, սահմանված է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո արկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին։ Լիազոր մարմինը լինելու է ազգային անվտանգության ծառայությունը, սահմանվելու է նաև անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը։ Ազգային ժողովում քննարկվեց նաև բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոնի տրամադրմանն առնչվող նախաձեռնությունը։ Այն ուղղված է բուժօգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի եւ քաղաքացիների փոխհարաբերությունների կարգավորմանը։ Այս նախագիծը ստեղծում է հնարավորություն բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարային տերմինալներով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կերպով տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ։ Սա լուծում է նախ այն հարցը, որ այլևս այդ հաշվապահությունը չի ծանրաբեռնվի տվյալ բժշկական կենտրոնի հաշվապահությունը չի ծանրաբեռնվի ՀԴՄ տրամադրելու գործով, եւ երկրորդ ամենակարևորը նաեւ, որը կոռուպցիոն ռիսկ է զսպում մասնավորապես այս համապարփակ առողջապահական ապահովագրության մեխանիզմը արդեն ներդնելուց հետո, դա այն է, որ մասնավոր դեպքերը նույնպես արդեն Կերևան Արմեդ միասնական տեղեկատվական, այսինքն ցանցում։ Ըստ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի բժշկական հաստատությունների կողմից պետպատվեր եւ սոցիալական փաթեթի շրջանակից դուրս մատուցված բուժօգնության ու սպասարկման ծառայությունների վերաբերյալ տվյալները շատ հաճախ չեն մուտքագրվում էլեկտրոնային առողջապահական համակարգ։ Իդեպ քրեակատարողական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով էլ դատապարտյալների երկարատև բուժումը կկազմակերպվի արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Այս փոփոխության հիմնական տրամաբանությունն այն է, որ բուժօգնությունը կկազմակերպվի առավել օպերատիվ եւ արդյունավետ ձևով, հենց քրեակատարողական հիմնարկի տարածքում կամ անմիջական հարևանությամբ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Այսօր նաև տեղի ունեցել Երևանի ավականու հերթական նիստը, որի օրակարգում միայն մեկ հարց էր Երևանի կայուն էներգետիկ զարգացման ու կլիմայի գործողությունների ծրագրի հաստատումը։ Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում իրականացված եւ նախատեսվող միջոցառումները, նաև հնչել են տարբեր դիրքորոշումներ քաղաքային կառավարման, բնապահպանական քաղաքականության եւ հանրային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։ Փետրվարի 10-ին տեղի ունեցած Երևանի ավականու նիստում քննարկման միակորակարգային հարցը Երևանի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի գործողությունների ծրագրի հաստատումն էր։ Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրար Փիհայկազյանը ներկայացրեց այն միջոցառումները, որոնք արդեն իրականացվել են եւ նախատեսվում են իրականացնել մայրաքաղաքում շրջակա միջավայրի պահպանության, կանաչ տարածքների ընդլայնման եւ քաղաքային կառավարման կայունության ապահովման ուղղությամբ։ Առաջարկվող միջոցառումների շնորհիվ Երևան համայնքը կկարողանա մինչև 2030 թվականը հասնել ստանձնած թիրախային պարտավորություններին եւ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 30%-ով։ Միջոցառումները, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, վերաբերվում են հետևյալ ոլորտներին. տրանսպորտ, համայնքային շենքերի էներգոարդյունավետություն, քաղաքային լուսավորության ցանց, ճանապարհաշինություն, քաղաքային կենցաղային կոշտ թափոններ, կանաչապատ տարածքների ընդլայնում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ելույթում ընդգծել է, որ ծրագիրը միտված է մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 2012 թվականի մակարդակի համեմատ նվազեցնել առնվազն 30%-ով։ Նրա խոսքով վերջին տարիներին քաղաքապետարանը կլիմայական քաղաքականությունը դարձրել է քաղաքային զարգացման առանցքային ուղղություններից մեկը։ Քաղաքապետը նաև նշել է, որ վերջին 3.5 տարվա ընթացքում Երևանում ստեղծվել է շուրջ 60 հեկտար նոր կանաչ տարածք, կառուցվել ու վերանորոգվել են բակեր եւ ճանապարհներ։ Իրականացվել են հասարակական տրանսպորտի զարգացման ծրագրեր։ Ծրագրի քննարկումն ուղեկցվում էր իշխանություն, ընդդիմություն, փոխադարձ սուր հայտարարություններով։ Նախ ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Պետրոս Զարոկյանը ելույթում արձագանքեց վերջին նիստում քաղաքապետի արհեստական բանականության զարգացման վերաբերյալ հայտարարություններին, որին արձագանքեց Տիգրան Ավինյանը։ Պարոն Ավինյան, մի քանի շաբաթ առաջ դուք ասացիք Երևանի վատ օդի պատճառն է Երևանի վատ աշխարհագրական դիրքը եւ որպես օդի աղտոտման լուծում դուք առաջարկեցիք արհեստական բանականությամբ կանխատեսումներ անել եւ մշակել գործողություններ։ Նույնը Երևանի խցանման խնդիրները լուծելու համար դուք առաջարկեցիք ներդնել արհեստական բանականությամբ լուսացույցներ։ Պարոն Ավինյան, այս ամբողջ Երևանի խնդիրները լուծելու համար չեք կարծում, որ ավելի հեշտ կլինի միանգամից ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ։ Ձեզ, որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միանշանակ ավելի մեծ արդյունքներ կունենանք, պարոն Զարոկյան։ Հարցական։ Քաղաքային իշխանության վերաբերյալ հնչող տարբեր քննադատություններին ի պատասխան Տիգրան Ավինյանը նշեց, որ քաղաքապետարանի կողմից հավաքագրված միջոցները ծառայել են հանրային շահին, իսկ պետական բյուջեի վատնման թեմայով հնչող հայտարարությունները նրա գնահատմամբ քաղաքական շահարկումներ են։ Okay. Ես հասկանում եմ, որ այս ջղաձգումները ձեր մանկապարտեզների թեմայով, այս ջղաձգումները հենց խոսքը վերաբերում է պետական բյուջեի վատնմանը եւ յուրացմանը, ձեզ մոտ ջղաձգում է առաջացնում։ Շատ այս ջղաձգումները հարգելի գործընկերներ բնական են, որովհետեւ հիմա համապետական ընտրությունների համար պետքա քաստինգը անցնի, չէ՞, մեր ընդդիմադիր գործընկերները պետք է անցնեք այդ քաստինգը։ Ինչքան այստեղից ավելի խրոխտ ելույթ ունենաք այն թեմաների վերաբերյալ, որ հենց ձեր քաղաքական, ոնց ասեմ, մերձ քաղաքական անձերին են վերաբերում, ինչքան լավ իրենց պաշտպանեք, այդքան բարձր տեղի եք հավակնում։ 2026 թվականի ընտրությունների տարբեր կուսակցությունների ցուցակում։ Նիստում միակ հարցը քննարկելուց հետո ելույթ է ունեցել Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ներկայացնելով Երևանի ավականու քննող հանձնաժողովի զեկույցը համայնքային մանկապարտեզների եւ դպրոցների տարածքների օտարման գործընթացի վերաբերյալ։ Գալջյանի խոսքով հանձնաժողովն ուսումնասիրել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի նախկին թաղային համայնքների եւ քաղաքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզների ու կրթական հաստատությունների տարածքների օտարման գործարքները։ Այդ նպատակով հարցումներ են ուղարկվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ուսումնասիրվել են ավականիների, թաղապետերի եւ քաղաքապետների կողմից ընդունված որոշումները եւ դրանց իրավական հիմնավորումները։ Նախադպրոցական կրթական հաստատությունների լուծարում կամ միավորում,
Համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզների տարածքների ամբողջական կամ մասնակի օտարում։ Քննության ընթացքում հետազոտվել են հարցումների արդյունքում ստացված բոլոր իրավական ակտերը եւ տեղեկատվությունները, որոնց համադրված վերլուծության արդյունքում ձևավորվել է սույն եզրակացությունը։ Հանձնաժողովն արձանագրում է, որ ուսումնասիրված գործարքները կրել են համակարգված բնույթ, իրականացվել են կրկնվող սխեմաներով, ընդգրկել են Երևանի բոլոր վարչական շրջանները եւ ժամանակային տևական հատված, հանգեցրել են նույնատիպ հետևանքների, հանրային գույքի կորստի եւ համայնքային կրթական ենթակառուցվածքների թուլացման։ Հանձնաժողովը փաստում է, որ բազմաթիվ դեպքերում մանկապարտեզների լուծարումը հիմնավորվել է թերբեռնվածությամբ կամ շենքերի վթարային վիճակով, սակայն դրանք հաստատող փաստաթղթեր այժմ առկա չեն, իսկ հետագա տարիներին արձանագրվել են հազարավոր երեխաների հերթեր։ Գալջյանը նշել է, որ ընդհանուր առմամբ լուծարվել եւ օտարվել է շուրջ 70 մանկապարտեզ, եւս մի քանի տասնյակ տրվել են երկարաժամկետ վարձակալության կամ անհատույց օգտագործման։ Մանկապարտեզների լուծարումները չեն հիմնավորվել նախադպրոցական կրթության պահանջարկի իրական նվազումով, չեն իրականացվել ժողովրդագրական եւ կրթական պահանջարկի կանխատեսումներ, չեն ապահովել երեխաների կրթական իրավունքների իրացման շարունակականությունը։ Նշված գործընթացները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետության սկզբունքին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված երեխաների անհատականության լիակատար եւ բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման պարտավորությանը, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։ Ներկայացվել են նաև կոնկրետ օրինակներ, որոնցում մանկապարտեզների եւ մշակութային տների շենքերը վաճառվել են շուկայականից մի քանի անգամ ցածր գներով, համայնքներին պատճառելով հարյուրավոր միլիոններից մինչև միլիարդավոր դրամների ֆինանսական վնաս։ Ըստ զեկույցի այդ գործընթացների հետևանքով կտրուկ նվազել է նախադպրոցական կրթության հասանելիությունը, ձևավորվել են բազմաթիվ հերթեր, ավելացել է ծնողների սոցիալ-տնտեսական ծանրաբեռնվածությունը։ Հանձնաժողովը եզրակացնում է, որ ուսումնասիրված ժամանակահատվածում համայնքային գույքի կառավարման ոլորտում առկա են եղել համակարգային թերություններ, վերահսկողության եւ թափանցիկության պակաս, նաեւ առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքներ։ Զեկույցում ընդգծվում է, որ համայնքային գույքի արդյունավետ կառավարումն ու երեխաների կրթության հասանելիության ապահովումը տեղական ինքնակառավարման հիմնական պարտականություններից են։ Նիստում անդրադարձ է եղել նաեւ Մայրաքաղաքի փողոցներում ասֆալտի անբավարար վիճակին։ Ավինյանը ներկայացրել է դրա առաջացման հիմնական պատճառներն ու նախատեսվող լուծումները։ Քաղաքապետի խոսքով խնդիրները հիմնականում արձանագրվել են այն հատվածներում, որտեղ իրականացվել են կոյուղու եւ ջրագծերի աշխատանքներ, ինչի հետևանքով ասֆալտն արդեն իսկ ենթարկվել է միջամտության։ Բացի այդ, որոշ ճանապարհներին երկար ժամանակ չեն իրականացվել ոչ հիմնանորոգման, ոչ էլ միջին նորոգման աշխատանքներ։ Ավինյանի խոսքով ճանապարհաշինական մի շարք ծրագրեր կիրականացվեն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ գործընթացի արդյունավետությունն ու ծավալները մեծացնելու նպատակով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը հանդես է եկել տարեկան մամուլի ասուլիսով ամփոփելով 2025 թվականի ընթացքում գերատեսչության իրականացրած աշխատանքները եւ դրանց արդյունքները, նաեւ 2026-ի ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Հակոբյանը պատասխանել է նաեւ լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի։ Ասուլիսի մանրամասները տեսանյութում։ 2025 թվականին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի համեմատ արձանագրել է 14% աճ հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրման գծով։ Թվերով ասած, ցուցանիշը եղել է 334 միլիարդ դրամ։ Արդյունքում պետական բյուջե մուտք եղավ 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ տուրքեր։ Բացի երկնիշ լինելը շատ կարևոր է ֆիքսել, թե արդյոք մենք հասանք այն թիրախին, որով սահմանված էր պետական բյուջեով, եւ ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ թե ծրագրի նկատմամբ, թե ճշտված ծրագրի նկատմամբ մենք ավել ենք, այսինքն գերակատարվել են այդ ծրագրերը։ Ծրագրի նկատմամբ 100.2%, ճշտված ծրագրի նկատմամբ 100.3%։ Տոկոսային երկնիշ աճ է արձանագրվել նաև հարկային եւ մաքսային ուղղություններով։ Հարկայինի դեպքում 14.5%, մաքսայինի դեպքում 11.6%։ Նախորդ տարի 1%-ային կետով բարելավվել է նաև հարկեր հնա ցուցանիշը, իր հերթին հասնելով 24.5%-ի։ Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրով 25% էր թիրախավորած 2026 թվականի համար, որն էլ այս տարի իմ համոզմամբ կհասնենք։ Մյուսը ծախսահարցունավետությունն է, որով չափվում է, թե հասարակությունը 100 միավոր 100 դրամ հարկային եկամուտներ եւ տուրքեր հավաքագրելու գործառույթի վրա որքան է ծախսում։ Այստեղ էլ ունենք պատմական բավական ցածր ցուցանիշ, հասել ենք 0.89-ի, ինչ է դա նշանակում, որ 100 դրամ հարկային եկամուտների
հավաքագրման ֆունկցիայի վրա հասարակությունը ծախսում է 0.9 դրամ ընդամենը, այդպիսի ցուցանիշ 18 թվականից ի վեր չենք ունեցել եւ այս միտումը պետք է անշեղորեն շարունակել։ Սրան զուգահեռ ՊԿ հարկ վճարողներին նախորդ տարի վերադարձրել է 409 միլիարդ դրամ։ Սա մոտ 4%-ով ավելի է 2024 թվականին արձանագրված նույն ցուցանիշից։ Այստեղ առանձնահատուկ աչքի է ընկնում հիպոթեկի գծով եկամտային հարկի վերադարձը, որը հասել է բավական բարձր ցուցանիշի 95.6 միլիարդ դրամի կամ անցած տարվա նկատմամբ 39.4%-ով աճ։ Եվ իհարկե հաջորդ ցուցանիշը, որի վրա ուղղակի եւ անուղղակի ազդեցություն ունի պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը, դա աշխատատեղերն են եւ ունենք բավական բարձր ցուցանիշներ 823,000 աշխատատեղ 2025 թվականի վերջի դրությամբ, որը 5.7%-ով ավել է 24 թվականից եւ կարելի ասել կառավարության ամբողջ հորիզոնի համար մոտ 300,000 աշխատատեղեր են ստեղծվել։ Իսկ միջին եկամուտը 401,400 դրամ, որը 6%-ով ավել է շուրջ անցած տարվա ցուցանիշից։ 2025 թվականին հայտնաբերվել է 2756 չգրանցված աշխատող, ինչը 700-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Բացահայտվել է ավելի քան 363 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, որն էլ 44.2%-ով ավելի է 24 թվականին արձանագրված ցուցանիշից։ Թաքցված արկա 124 միլիարդ, որը 29%-ով է բարձր 24 թվականից, եւ վերականգնումները 37 միլիարդ, որը 4%-ով է բարձր։ Ընդ որում ուշադրությունը այստեղ շատ կարևոր է, մենք քանակը նվազեցրել ենք, այսինքն օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 22%-ով նվազել է, եւ մյուս կարևոր որակական էական բարելավումը նա է, որ մենք թվային հետախուզության գործիքների դերն ենք անշեղորեն բարձրացրել, եթե 24 թվականին մեր օպերատիվ հետախուզական միջոցառումների մեջ մոտ 7%-ն էր թվային հետախուզության գործիքներով բացահայտումները, հիմա մենք ունենք մոտ 40% այդ ամբողջ թվականակի մեջ։ Ինչ վերաբերում է մաքսանենգության դեմ պայքարին, ապա այստեղ էլ գերատեսչությունը կարողացել է բացահայտել Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխվող մոտ 250 տրանսպորտային միջոց, եւ ոչ միայն։ 38 օրինակ կեղծ վկայականներով էին տեղափոխվում, բայց սա այդքանը չէ միայն, մենք սահմաններին ունեցանք էական մեծ բացահայտումներ, հատկապես մաքսանենգության դեպքերի, օրինակ 166 կիլոգրամ հերոին ագարակի ցամաքային կետում կամ 1145 տոննա դիզերային վարելիք, որը 3 անգամ գրեթե մեծ է 24 թվականից, եւ այսպես շարունակ բազմաթիվ են դեպքերը, որոնք նույնպես խոսում են հարկային եւ մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման մասին։ Նման դրական արդյունքներով ամփոփելով անցած տարին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը իր ասուլիսում անդրադարձավ նաեւ 2026 թվականի անելիքներին, ընդգծելով հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք մարտի 2-ից սկսած այլևս կարող են ՊԵԿ-ից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց ծախսած սոցիալական կրեդիտները։ Հակոբյանի տեղեկացմամբ այժմ քննարկվում է նաև առողջապահական ծախսերի մասով ավելի շատ փոխհատուցում տրամադրելու հնարավորության հարցը։ Սրանից զատ ուշագրավ է նաև, որ 2026 թվականից սկսած կենսաթոշակառուները եւս եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենան։ Այո, այս տարի թոշակառուներն են հայտարարագրում եւ մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ նախ, դրա մասով նշեմ, որ հիմա մրցույթը հայտարարված է, դիմողներ կան կազմակերպություններ, հիմա գնահատման գործընթաց է գնում եւ դա թույլ կտա ունենալ մի նոր համակարգ, որտեղ մենք նաեւ նախատեսում ենք կարևոր ռեֆորմ, որ մեր համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանանք նպաստների եւ կենսաթոշակների մասին, այսինքն տարվա ընթացքում դա կունենանք։ Հարց ու պատասխանի ժամանակ ՊԵԿ նախագահը արձագանքելով Հայաստանում կառուցվելիք թրիփ նախագծի վերաբերյալ հարցին ու մասնավորապես ինչպես են զննվելու այդ ճանապարհով անցնող ադրբեջանական բեռները, պարզաբանեց։ Տրիպի հետ կապված մաքսային ծառայություն գործելու է եւ իհարկե եթե անցած տարի մենք որոշ դետալների մասին չենք կարողանում խոսել, հիմա կարծում եմ կարող ենք խոսել, որովհետև կան դրանց մասով արդեն իսկ հայտարարություններ։ Նախ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունը գործելու է
Եվ դուք գիտեք, որ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ գործում է Եվրասիական տնտեսական միության իրավական համակարգը ամբողջությամբ մաքսային եւ դրանք տարածվում են նաեւ այս դեպքում։ Հիմա այստեղ առանձնահատկությունը կամ տես ճակերտավոր ասած առանձնահատկությունը թերևս այն բառերն են, որոնք որ հնչել են այդ front office, back office ասվածը, որը շատերի մոտ կարծում եմ հարցեր է առաջացրել, բայց դա էլ իրականում ոչ թե առանձնահատկություն է, այլ դա կարծում ապագա է ընդհանրապես մաքսային ծառայության համար։ Ինչպես փորձեմ մի օրինակի վրա բացատրել, ես խոսեցի օրինակ մեր մոնիտորինգի կենտրոնի բարեփոխման մասին, այսինքն մենք շատ շուտով ունենալու ենք մոնիտորինգի կենտրոն, ըստ մեր առաջիկի սեմեկի ընթացքում, որը միանալու է այդ կենտրոնը ցամաքային կետերում մեր ռենտգեն համակարգերին, թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները։ Այսինքն բեռը անցնելու է համապատասխան ռենտգենի միջով եւ այդ համակարգը կամ վերլուծողի կամ արհեստական բանականության գործիքով ապագայում վերլուծելու է եւ այդ թիրախները ընտրի թե ինչն է պետք զննել։ Եվ ժամանակի ընթացքում պատկերացրեք մի ապագա, որտեղ դրանք զննելու արդյունքում ոչինչ չի բացահայտվում եւ այդտեղ կարիք չկա միջամտելու։ Բայց եթե ինչ-որ միտեղ բանկը բացահայտվի, իհարկե կարիք կա միջամտելու։ Այսինքն այս front office, back office ասվածը նաեւ այս տրամաբանությունը ունի։ Ձյանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը, միջազգային նորություններն էլ առաջարկում ենք դիտել տեսաշարով։ Ուկրաինան եւ Ֆրանսիան պայմանավորվել են համատեղ զենքի արտադրություն սկսել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը Կիևում ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո։ Պաշտպանության նախարար Միխայել Ֆեդորովը չի մանրամասնել, թե ինչ տեսակի սպառազինություն է արտադրվելու կամ երբ կսկսվի արտադրությունը։ Կողմերը նաեւ քննարկել են Ֆրանսիայի կողմից Ուկրաինային զենքի եւ ռազմական տեխնիկայի նոր մատակարարումները։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատերին Բոտրին էլ հայտնել է, որ Փարիզը շարունակելու է կանգնել ուկրաինացի ժողովրդի կողքին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի թույլատրի Ամերիկայի Միացյալ Նահանգները Կանադային միացնող նոր միջազգային ավտոմոբիլային կամրջի բացումը, քանի դեռ Օտտավան չի վերաբերվում Վաշինգտոնին արդարությամբ եւ հարգանքով եւ չի վճարում լիակատար փոխհատուցում։ Խոսքը Գորդի Հոուի միջազգային կամրջի մասին է, որը պետք է կապի Կանադայի Օնտարիո նահանգը Ամերիկայի Միացյալ Նահանգների Միչիգան նահանգին։ Թրամփը նշել է, որ կամրջի շահագործումը չի սկսվի, քանի դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ստացել այդ ամենի լիակատար փոխհատուցումը, ինչը տվել է Կանադային։ Թրամփը չի հստակեցրել, թե ինչ իրավական կամ գործնական մեխանիզմներով կարող է խոչընդոտել կամրջի բացումը, սակայն նշել է, որ բանակցությունները կսկսվեն անմիջապես։ Կանադական աղբյուրների տվյալներով նախագծի արժեքը կազմել է մոտ 6.4 միլիարդ կանադական դոլար, իսկ կամրջի բացումը նախատեսված էր 2026 թվականի սկզբին։ Շինարարությունը մեկնարկել է 2018 թվականին եւ նախագիծը երկար ժամանակ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Կանադա հարաբերությունների վիճելի թեմաներից մեկը։ Թագավոր Կարլ III-ն առաջին անգամ արձագանքել է Ջեֆրի Էփշտեյնի գործով նոր բացահայտումներին, հայտարարելով, որ Բուքինգեմյան պալատը պատրաստ է գործակցել իրավապահների հետ։ Իր եղբոր նախկին արքայազն Էնդրյուի դեմ առաջադրված մեղադրանքների քննության շրջանակում պալատի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ նշվում է, որ թագավորը խորապես մտահոգված է Էնդրյուի վարքագծի վերաբերյալ շարունակաբար հրապարակվող պնդումներով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրապարակված Էփշտեյնի գործին առնչվող փաստաթղթերից պարզ է դարձել, որ Էնդրյուն Էփշտեյնին փոխանցել է Սինգապուր, Հոնկոնգ եւ Վիետնամ կատարած իր այցերի վերաբերյալ հաշվետվություններ, նաեւ ներդրում այն հնարավորություններին վերաբերող գաղտնի տեղեկություններ։ Պալատը հավելել է, որ եթե Թեմզայի հովտի ոստիկանությունը պաշտոնապես դիմի, Բուքինգեմյան պալատը սահմանված կարգով պատրաստ է աջակցել քննությանը։ Իսրայելի պաշտպանության բանակը Ցախալը հայտարարել է Լիբանանում Հեզբոլահի հրետանու հրամանատար Ահմադ Ալի Սալամիի սպանության մասին։ Զինվորականների փոխանցմամբ հարվածը հասցվել է Յանուխայի շրջանում, որտեղ Սալամին սպանվել է որպես Հեզբոլահի հրետանու գործունեության պատասխանատու։ Ըստ Ցախալի նա մասնակցել է իսրայելցի զինվորականների դեմ մի շարք հարձակումների եւ վերջերս ներգրավված էր խմբավորման մարտական կարողությունների վերականգնման աշխատանքներում Լիբանանի հարավում։ Ցախալի մամուլի խոսնակի գրասենյակը նշել է, որ հարվածներից առաջ ձեռնարկվել են միջոցառումներ քաղաքացիական վնասները նվազագույնի հասցնելու համար։ Միևնույն ժամանակ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով զոհվել են 3 քաղաքացիական անձիկ, այդ թվում 3 տարեկան երեխա։
Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ընթացող միջուկային բանակցությունները։ Անցյալ շաբաթ Վաշինգտոնն ու Թեհրանը վերսկսել են անուղղակի բանակցությունները տարածաշրջանում լարվածության եւ փոխադարձ սպառնալիքների ֆոնին։ Բանակցությունների հաջորդ փուլի ժամկետն ու վայրը դեռ չի հայտարարվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է բանակցությունների օրակարգում ներառել նաեւ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, սակայն Թեհրանը կտրականապես մերժում է այդ հարցի քննարկումը։ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է հունիսի 7-ին, Հայաստանի նախագահ Վագն Խաչատուրյանն էլ արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը, ուստի հրավիրում են քաղաքական այն ուժերի ուշադրությունը, որոնք մտադիր են մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Նախընտրական քարոզչության ընթացքում Free News հեռուստաընկերությունը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կողմերին տրամադրում է վճարովի եթեր։ Վճարովի եթերաժամի 1 րոպեի արժեքը սահմանվում է 25000 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Վճարովի եթերաժամը տրամադրվելու է հատուկ ընտրության նախապատրաստական քարոզչության բլոկի շրջանակում Free News հեռուստաընկերության սահմանած ժամին 18:15-ից մինչև 24 ընկած ժամանակահատվածում։ Այսքանը ցտեսություն։